Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և IFS Արմենիայի հետ համագործակցությամբ 2026 թվականի համապետական ընտրություններին ընդառաջ իրականացնում է դասընթացներ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների համար։ Դասընթացներն անցկացվում են հանրապետության բոլոր մարզերում։ Հանրության մոտ տպավորություն կա, որ օրինակ մարդիկ մտածում են միշտ, որ ընտրությունները կազմակերպման գործընթացը դա ամբողջությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովն է իրականացնում, որոնց թվում է, բայց ընտրությունների կազմակերպման գործընթացում շատ առանցքային դերակատարություն են տեղական ինքնակառավարման մարմինները։ Նրանք ունեն կոնկրետ պարտականություններ։ Այդ պարտականությունները իրականացնելուց թերանալը հետո ստեղծում է խնդիրներ։ Քննարկվում են ընտրական գործընթացներում համայնքային մարմինների գործառույթները, տեղամասերի կահավորումը, ընտրացուցակների տրամադրումը և ամենակարևորը վարչական ռեսուրսի օգտագործման բացառումը։ Այս միջոցառումը սրանով է կարևոր, նաև ըստ էության, որպեսզի հետագայում մենք չունենանք դեպք, երբ որ կլինեն համայնքային կամ պետական ծառայողներ, որոնք ասեն, որ օրինակ իրենք չգիտեին, որ այսինչ գործողությունը դա վարչական ռեսուրսի օգտագործում է, որովհետև շատ ժամանակ մարդիկ ասենք անում են իրենց թվում թեմանալուկ անում են գործողություն, որը որ օրենքի տեսանկյունից ինքը վարչական ռեսուրսի օգտագործում է, բայց իրանք սկի պատկերացում չեն ունենում, որ օրինակ այդ իրանց գործողությունը, ծառայական մեքենայով քաղաքական միջոցառմանը գնալը, աշխատանքային ռեսուրսը, այն ինչ որ տրված է իրենց աշխատանքի աշխատանքային պարտականությունները, իրենց քաղաքական կուսակցության կամ ինչ-որ նպատակով օգտագործել։ Հիմա մենք ուզում ենք դրա վրա պատշաճ ուշադրություն հրավիրել, որովհետև սանկցիաները բավական խստացել են եւ չենք ուզում, որ չիմացության պատճառով այնպիսի իրավիճակում հայտնվեն, որ պետք է պատասխան տան, դա կարող լինի վարչական իրավախախտման վերաբերյալ պատասխանատվություն, կարող լինի քրեական պատասխանատվություն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարի խոսքով ընտրությունները կազմակերպում է ամբողջ պետությունը իր համակարգով եւ համայնքային կառույցներն այստեղ մեծ դեր ունեն։ Իր հերթին Շիրակի մարզպետը կարևորում է ընտրությունների անթերի կազմակերպումը, շեշտելով, որ մաքուր եւ ժողովրդավար ընտրությունները կարմիր գիծ են քաղաքական իրենց ուժի համար։ Կարմիր գիծը ընտրությունների որևէ ձևով ստվերել է եւ փառք Աստծո որևէ խնդիր չենք էլ ունեցել մինչեւ այսօր եւ չենք էլ ունենալու եւ ես որպես մարզպետ պատասխանատու եմ մաքուր ու արտար ժողովրդավար ընտրություններ կազմակերպելու համար։ Դասընթացների մասնակիցները վստահեցնում են, հարցեր շատ ունեն։ Դասընթացը կարևոր է նոր գիտելիքներ ձեռք բերելու, վերհիշելու եւ ինֆորմացիան իրենց համայնքներում գործընկերներին փոխանցելու համար։ Շատ գործառույթներ կան, որոնք որ թիմը պատասխանատու է եւ պետք է պատշաճ իրականացնի։ Ընտրությունները, ելի եմ ասում, ճիշտ կազմակերպելու համար։ Սեմինարը շատ կարևոր է վարչական ռեսուրսի չարաշահման հետ կապված, որպեսզի չլինի չարաշահում, որպեսզի մենք տեղերում նաև հետևենք այդ դրա հետ կապված չարաշահում չլինի եւ ընտանա օրենքին համապատասխան տառին եւ ոգուն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հույս ունի, որ մարզային դասընթացների արդյունքում ընտրական գործընթացում ներգրավված բոլոր կառույցները կգործեն առավել համակարգված, ապահովելով արդար եւ մրցակցային ընտրություններ 2026 թվականին։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։